Ես անհայտ կորվածի հարցով եմ ուզում դրել խոսալ, 20 թվին ձեզ հետ հանդիպել եմ դեկտեմբերին, պատմել եմ ինչ եղել է, դուք ինձ խոստացել էիք, որ հետաքննությունը լինելու պատժվելու են, այն օֆիցերները, ովքեր թող է փախել են պատերազմի ժամանակ, անհայտ ով թող է փախել է, հիմա համ մեդալ ունի, համ մի հատ էլ բարձր աստեղ, ու այդ երեխուց մինչև այսօր նորություն չկա, հավանաբար ինքը գերի է։ Դե գիտեք հաստատված գերիների Աստուն պրոստը խնդրում եմ, որ գոնե գերի լինի, որ սաղ լինի։ Հիմա կարևոր հարց է, էլի, այդ երեխան չկա, մենք տեղը չենք իրանցից, Հակոբյան Հակոբ Խաչիկ է, ինքը Սևանի բնակիչ է։ Հակոբյան Հակոբ Խաչիկ։ Մենք սենց խաղաղության ենք գնում ուժեղ, բայց մենք գերի ունենք ընդ։ Ես գերի ունեմ։ Եղբայր, ինչ խաղաղություն։ Տեսեք, բա ինչ անենք։ Չգնանք խաղաղ։ Գնանք, պարտադիր գնանք, բայց հարգելիս տեսեք, հարգելիս, եկեք սենց նայենք, այսինքն անազատության մեջ գտնվող մարդկանց վերադարձը հավանական է խաղաղության եւ ոչ թե պատերազմի դեպքում, որովհետեւ պատերազմի դեպքում չի լինելու վերադարձ։ Խաղաղությունն է, որ այդ վերադարձի հնարավորությունն է։ Գերիները նոր ձեր ցեղմենք, ասենք խաղաղություն բարի շենք։ Ես ասում եմ, եթե ներողություն, ուրիշ բան եմ ասում եմ, եթե չբարիշենք, գալու հավանականությունը դրանով ոչ թե ավելանում է, այլ նվազում է։ Էս է շատ կարևոր։ Այսինքն բոլոր նրանք, ովքեր վերադարձել են խաղաղության օրակարգի շնորհիվ, որ խաղաղության օրակարգը չլներ, չէին վերադառնալու, որովհետև եթե կոնֆլիկտա թշնամանքը շարունակում է խորանում է, ինչի պետք է վերադարձնեն, կամ փոխանակում ա եղել, կամ խաղաղության օրակարգի շրջանակներում վերադարձ է տեղի ունեցել։ Ես նկատի ունեմ խաղաղությունը եւ այդ թեման իրար ոչ թե խանգարում են, խաղաղությունը ոչ թե խանգարում է դրան, այլ նպաստում է։ Երկրորդը, մենք պետք է մթնոլորտը փոխենք, աշխատանքային մթնոլորտ ստեղծենք, որ կարողանանք ինֆորմացիայի փոխանակում անենք։ Մենք հասկանում եմ, բայց հենց ես միշտ մեր հարգելի անհետ կորած զինվորների հարազատների հետ հանդիպելու ժամանակ ասում եմ, մենք ներողություն խնդրելով, որ մենք միջև մի չենք կարողացել այդ խնդիրը, ձեզնից էլ եմ ներողություն խնդրում։ Դուք 21 թվին էլ ասեցիք 2 ամիս գերիները թող սպասեն, թող մեզ սպասեցին, 6 տարի անցավ այդ 2 բայց 21 թվից քանի գերի է վերադարձել։ Փառք Աստծուն։ Քանիսն է վերադարձել։ Տասնյակները վերադարձել։ Ես ուրիշ բան եմ ասել եմ, եթե հիմա պետք է վերադառնան այսօր կամ իմ ասածից մի քանի օր հետո գերիներ վերադարձան 21 թվին։ Աստված սաղ գան, այսօր գան։ Ամենօրյա աշխատանք է տեղի ունենում, ամենօրյա աշխատանք է տեղի։ Իրանց մենակ թողող այդ օրը գցող այդ օֆիցերները այդ արդեն դուք ինձ խոստացել եք։ Ինչ եմ խոստացել, որ պատժվելու են։ Եղբայր, բայց զվանի են ստացել ու մեդալ։ Եղբայր, ես չէի կարող խոստանա, որ այսինչ մարդ մի րոպե, ես չէի կարող խոստանա, որ այսինչ մարդը պատժվելու է։ Ես խոստացել եմ, որ եթե որևէ մեկը որևէ հանցանքագործ է, կպատժվի։ Եվ քնություն է լինելու, բայց այդ քնությանը պետք է այդ զինվորներն էլ կանչվեն։ Ոչ մեկ չի կանչվել, այսինքն քնություն չի եղել։ Ոնց պատժվեն։ Բացառված է քնություն եղել։ Բայց զինվորները բացառված է այդ հարցով, այդ երեխու հարցով։ Ոչ մի բան չէ, ոչ բացառված է քնություն։ Տվյալը դուք ասեցիք, չէ՞, անհազգանուն ասեցիք։ Ես էլ եմ ասել, ձեր օգնականն էլ գիտի իրավասին։ Շատ լավ։ Հիմա իմ այդ հարցերով զբաղվող օգնականը, ով որ անհետ կորածների միջգերատեսչական հանձնաժողովի անդամ է, ինքը ստեղ է հիմա։ Բայց անունն էլ հնչեցրիք, կխնդրենք քննչական կոմիտեն լրացուցիչ պարզաբանում կտա, թե ինչա, ինչ ճանաչում եք, հա։ Ես էլի ասում եմ, էլի ներողություն եմ խնդրում, որ միջև հիմա այդ հարցը լուծված չի, բայց էլի եմ ասում, խաղաղությունը այդ հարցը լուծելու է եւ ոչ թե խաղաղությունը այդ հարցի խոչընդոտ է։ Չէ՞ կարող հարմարվեմ ոչ մեկս էլ հաստատուն խաղաղություն, բայց ընդ գերի ունենք։ Բա ինչ անենք, պատերազմ անենք։ Չէ։ Բա ինչ անենք։ Ուրեմն հաստատուն չի խաղաղություն։ Չէ, մի րոպե, բա ինչ անենք։ Հաստատուն չի ուրեմն, չէ՞։ Եթե սխալ եմ ասում, ես ուրիշ բան եմ ասում եմ, մենք ասել եմ խաղաղությունը հաստատված է, բայց խաղաղությունը ուժեղանալու, ինստիտուցիոնալանալու խնամքի կարիք ունի։ Եվ խնամքի կարիք ունի։ Եվ մենք այդ խնամքը տանում ենք։ Այդ խաղաղությունը կարանք սենց վեդրոյի պատկերացնենք ջրով լիքը դույլ, կարանք սենց մի ոտով շուռ տանք։ Ու հետո չեք ասում, այդ գերիներին գոնե ճան։ Ուրեմն լսեք,
ես չգիտեմ ընդ շփումը։ Պաշտոնապես ասում եմ, որ մենք ամենօրյա ռեժիմով այդ թեմայով աշխատում ենք։ Ամենօրյա ռեժիմով այդ թեմայով աշխատում ենք։ Բայց մենք երկու հարց պետքա տարբերակենք։ Այն դեպքում, երբ որ մենք հաստատված գերիներ ունենք, այն դեպքում, երբ որ հաստատված չի փաստը, որ իրանք Ես գերի։ պրոստը ասված եմ կանչում ինքը գերի լինի գոնե։ Բոլորս էլ Աստված են կանչում։ Բոլորս էլ Աստված են կանչում, բայց նաև աշխատում ենք։ Լսեք, մենք աշխարհի ամենաառաջատար հատուկ ծառայությունների հետ այդ թեմայով նաև աշխատում ենք։ Ասում ենք, խնդրում ենք, եթե կա տեղեկություն, որ կան մարդիկ, որ իրականում մենք տվյալ չունենք, բայց գտնվում են որևէ տեղ անազատության մեջ, եթե ինֆորմացիա լինի, այդ ինֆորմացիան մեզ կիսի։ Բնականաբար Ադրբեջանի հետ շատ ինտենսիվ աշխատում ենք։ Եվ երբ որ որևէ փաստ հաստատվում է, մենք այդ փաստը ի գիտություն ենք գտնում։ Այսքանն է։ Փաստ կա որ գերի ունենք։ Փաստ, եղբայր, փաստերը խնդրում եմ, մանավանդ ճանաչում եք պարոն Իսախանյանին, այդ փաստերը իր միջոցով փոխանցեք։